Ուզում եմ այսօրվա մեր քննարկումը սկսել խաղաղություն թե պատերազմ թեզից։ Վերջին տարիներին ընդհանրապես անկախությունից ի վեր այդ երկընտրանքը կարծես թե մեր քաղաքական դիսկուրսի անկյունակարերից է, բայց եթե ժամանակին քննարկվում էր օրինակ Արցախյան հիմնախնդրի համատեքստում որոշակի զիջումներ իրականացնել եւ դիմացը անվտանգություն եւ խաղաղություն ստանալ, հիմա ինչ է ստացվում։ Ամեն հնարավորը զիջել են, պատերազմը որ բերել են, պատերազմի վրա, բայց խոսում են դեռ խաղաղությունից։ Բայց հասարակ քաղաքացիները ասում են դե լավ, այս խեղճ Նիկոլը ամեն ինչ տալիս է, բայց տեսեք չեն կրակում սահմանին։ Ասես խաղաղությունը եւ անվտանգությունը մենակ չկրակելու կոմպոնենտն է։ Ու շատերը մեզնից ակնկալում են, որ մենք ավելի բացենք, թե մեր խաղաղության թեզը որն է։ Մենք ոնց ենք պատկերացնում անվտանգություն ու խաղաղություն ինչպիսին կլինի։ Հենց խոսքը գնաց խաղաղության մասին եւ երբ նախաստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիրը, որը իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ եւ երաշխավորող պետություններ։ Եվ մեր մոտեցումը հետեւյալն է, որ չի կարող խաղաղություն կախված լինի մեկ մարդու բարի կամքից։ Ես սա նույնիսկ իմ համար անվանել եմ հորս արև խաղաղությունը, սա չի կարող աշխատել։ Սա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը։ Եթե հետաքրքիր է, կարող եմ նաև այդ փորձը։ Հա, իհարկե, ինձ թվում է արժե, որ այդ համեմատությունները տանենք։ Նայեք, երկու օրինակ։ Մեկը Իսրայել-Պաղեստինա այդ խնդրի օրինակը եւ մյուսը Կիպրոսի։ Եվ այստեղ հետաքրքիր զուգադիպություններ եւս կան։ Իսրայել-Պաղեստինա 93 թվականին Վաշինգտոնում Օսլոյի ակորդը ստորագրվեց եւ հայտարարվեց, որ process-ը խաղաղության մեկնարկում է եւ բավական հաջող մեկնարկը եղել է։ Բայց չեն եղել երաշխավորներ, չեն եղել իրական երաշխիքներ հողի վրա։ Ես 2000 թվականի հունվարին եղել եմ պաշտոնական այցով Իսրայելում, 2 գիշեր Երուսաղեմում եւ 1 գիշեր հենց Յասեր Արաֆատի ռեզիդենցիայում բավական հետաքրքիր այց էր եւ սա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն զգացվում էր, որ խնդիրները խորանում են, բայց դեռ հույսը խաղաղության հետ կապված կար։ 1 տարի անց, 1.5 տարի անց ամեն ինչ խառնվեց եւ մենք ինչ ստացանք այնտեղ։ Ուղղակի քայքայեցին գազան, ագիրեցին եւ ավելի քան 70,000 զոհեր, որից 2/3-ը կինո երեխա։ Սա է խաղաղությունը։ Եվ հիմնական պատճառը, որ չեն եղել երաշխիքներ, չեն եղել երաշխավորներ, բայց 93 թվականին 3 հոգի ստացել են Նոբելյան մրցանակ։ Յասեր Արաֆատ, եթե չեմ սխալվում, Շիմոն Պերես եւ Իսխակ Ռաբին։ Հիմա մեր մոտ զուգադիպությունը, ինչ որ խաղաղության հետ կապված մրցանակներ չկա որևէ երաշխավորանք։ Եվ երկրորդ օրինակը բավական հետաքրքիր է Կիպրոսի օրինակը։ Պատերազմը բռնկվեց 74 թվականին, բայց այն ժամանակ պատերազմը կանգնեցվեց, չկա խաղաղության պայմանագիր, իրականում չկա, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղությունը հաստատելու համար։ Եվ մինչ այսօր այդ խաղաղությունը կա, չկա խաղաղության պայմանագիր, բայց կա հողի վրա իրական խաղաղություն, որովհետև կան երաշխիքներ։ Մի դեպքում եղել է ստորագրված փաստաթուղթ առանց երաշխիքների եւ ինչ ավարտ ունեցավ այս ամենը ողբերգություն էր ուղղակի։ Եվ մյուս կողմից չկա խաղաղության պայմանագիր, բայց կան երաշխիքներ այդ խաղաղությանը եւ դա աշխատում է մինչ այսօր։ Եվ իդեպ իրար հետ շփվում են այդ սահմանը green zone կոչեցյալը շփվում են, մարդիկ կարող ապրի հյուսիսային Կիպրոսում, աշխատի Կիպրոսի հանրապետությունում եւ այլն։ Սա իրական հողի վրա։ Մենք ուզում ենք, որ լինի եւ խաղաղության պայմանագիր եւ երաշխիքներ։ Չէ, պարոն նախագահ, իրականում խնդիրը այլ բանի մեջ է։ Եթե զուգահեռներ անցկացնենք մեր մոտեցումների եւ իշխանության մոտեցումների միջև,
Իշխանությունները ժողովրդին ինչ են ասում։ Երբ որ մենք երաշխավորի ինստիտուտի կարևորությունն ենք ընդգծում, ասում են հենա Ղարաբաղում կար երաշխավոր եւ ինչ եղավ։ Այսինքն թարմ հիշողության վրա, մարդկանց թարմ հիշողությունների վրա օրինակ բերելով փորձում են ապացուցել, որ ժամանակակից աշխարհում երաշխավորի ինստիտուտը այդքան էլ կենսունակ չի այլևս։ Եվ երկրորդ դիտարկումը, պարոն նախագահ, ձեր ասացի հետ կապված, նաև վերած օրինակների հետ կապված, տեսեք, իրենք ինչ են ասում եւ առհասարակ իրանց կոնցեպտը փոխվել է, քաղաքականությունը իրանց այլ է, իրանց ռազմավարությունը այլ է։ Իրանք ասում են մենք հասկացել ենք, որ երրորդ, չորրորդ անձով, այսինքն միջնորդներով լավ արդյունքի հնարավոր չի հասնել կամ ավելի դժվար է լավ արդյունքի հասնել եւ լավագույն լուծումը երկուսի երկխոսությունն է, այսինքն ավելի լավ է մենք ու Ադրբեջանը երկուսով դեմ առ դեմ, երես առ երես երկխոսենք իրար հետ բանակցենք, քան թե միջնորդավորված, չգիտեմ, կլինի Ռուսաստան, Եվրամիություն, Ամերիկա, ավելի շատ ռուսական միջնորդությանն են դեմ ըստ էության իրանք արտահայտվում, բայց իրանց երկու մոտեցումները դրանք են։ Կար երաշխավոր, այսօր չկա Արցախ, ռուս խաղապահները, իդեմս ռուս խաղապահների եւ երաշխավորներով հնարավոր չի հասնել խաղաղության, դեմ առ դեմ բանակցությունները ավելի արդյունավետ են։ Այս երկու թեզն է ըստ էության իրանց հիմնական քարոզչական թեզը։ Հիմա դրանք հակադրվում է մեր ասացին։ Ագնեսա, առաջինը Ղարաբաղը ուներ նաև մեկ ուրիշ երաշխավոր դա Հայաստանի Հանրապետությունն էր, որը բազմաթիվ անգամ եւ Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորման պահից էր հայտարարում, որ ինքը երաշխավորն է։ Եվ այդ մեկ երաշխավոր առաջինն է հրաժարվել իր այդ ֆունկցիայից։ Ինքը կողմ էր այդ բանակցային գործընթացի, երբ կանգնեցվեց պատերազմը եւ ստորագրվեց այդ նոյեմբերի 9 20 թվականի հայտարարությունը։ Իդեպ հենց Հայաստանի Հանրապետությունը, որը որպես երաշխավորող կողմ հրաժարվել է այդ ֆունկցիայից եւ մեղադրում է Ռուսաստանին։ Եվ ինքը զրոյացրել է Ռուսաստանի դերակատարությունը որպես միջնորդ։ Ռուսաստանը, գիտեք, երկու ֆունկցիա ուներ։ Մեկը ինքը միջնորդ էր այդ հակամարտության, մեկը պատերազմը կանգնեցնելուց հետո դարձավ երաշխավորող։ Եվ սա պրոբլեմային է, որովհետև միջնորդի եւ երաշխավորողի ֆունկցիաները խաչվում են։ Երբ Հայաստանը այդ ֆորմատից ինքը իրեն դուրս քաշեց, ամբողջ կոնստրուկցիան այդ խաղաղության ինքը փլզեց, հենց Հայաստանը։ Սա մի քիչ այլ օրինակ է, ես նայեք, փորձեմ միգուցե ավելի մեծ բարձություն մտցնել ուղղակի այս ամեն ինչի մեջ։ Երբ խոսում ենք երաշխավորության մասին, մենք ինչի համար ենք ասում։ Ասում ենք հարատևելի լինի։ Իմ բերած օրինակներում Իսրայելի ղեկավարությունը փոխվում էր, Պաղեստինի ղեկավարությունը փոխվում են եւ բանավոր այսպես այս հորս արև այդ ֆորմուլան մյուսների համար չի աշխատում։ Հիմա գալիս են ուրիշ ղեկավարներ, որոնք շատ հանգիստ կարող են ասել, այս խոստումը ես չեմ տվել, սա բանավոր խոստում էր, սա ոչինչ չի նշանակում։ Եվ զսպող որևէ մեխանիզմներ այստեղ չկան։ Խոսքը հենց դրա մասին է։ Ալիևի տրամադրությունը կփոխվի թե չէ, վաղը մյուս օր Ալիևն ա լինելու թե չէ, թե իր կինն ա լինելու, թե տղան ա լինելու, թե մեկ ուրիշն է լինելու, եւ չկա որևէ փաստաթուղթ, որը կնշանակի, որ նաեւ կան այլ պետություններ, որոնք որոշակի պատասխանատվություն այստեղ ստանձնել են։ Խնդիրը հենց սրա մեջ է եւ նայեք, պետք չի այս հարցը դիտարկել, որ երաշխիքները պետք են միայն մեզ, միայն հայկական կողմը։ Ինչ են ասում ես, ասում են ռևանշիստներ են, չէ, չեն ուզում եւ այլ։ Խաղաղության երաշխիքները նաեւ զսպում են ռևանշիստներին, երկու կողմին է սա վերաբերում։ Սա ֆունդամենտալ հարց է։ Ինչ է ասում Ալիևը։ Ասում է սահմանադրությունը փոխեք, սահմանադրությունից այդ հռչակագրի հատվածը հանեք
որ մենք հասկանանք, որ նաև հայ ժողովուրդն է համաձայն այս ամենի հետ։ Իսկ հարց չի առաջանում, իսկ ինչի Ալիևին պետք չի երաշխիքներ։ Որտեղ ունի Նիկոլ Փաշինյան, ով զսպում այդ, այսինքն հանում է մարդուն գործից, որ գիրք է նվիրում Արցախի մասով։ Ալիևը ունի այդ երաշխիքը, իդեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Բայց կարա մտածի, որ միջազգայինի համար Կարավաղը Նիկոլ Փաշինյանը հաստատ չի լինելու։ Հենց խոսքը դրա մասին է։ Պետք չի այս process-ին դիտել, որ երաշխիքը պետք է միայն հայկական կողմին։ Եթե մենք խոսում ենք հարատևելի խաղաղության մասին, այդ երաշխիքը պետք է եւ հայկական կողմին, եւ Ադրբեջանին։ Ադրբեջանին ինչի համար է պետք։ Օրինակ աշխարհակական մեծ փոփոխություններ են եւ ինչ պայմաններում հայկական կողմը շանս է ստանում պես ռևանշիզմը վերակենդանացնել։ Այդ երաշխիքները նաև ազդելու են այս պարագայի վրա։ Եվ ինչու պետք չի այդ երաշխիքները Նիկոլ Փաշինյանին։ Կարող եմ նաև սա բացատրել։ Ինձ համար պարզ է ինչու համար ինքը չի ուզում երաշխիքներ, որովհետև երաշխիքների պարագայում Նիկոլ Փաշինյանի անունը ուղիղ չի կապվելու խաղաղության հետ։ Ինքը ուզում է այնպիսի խաղաղություն, որի ընկալումը ժողովրդի կողմից լինի հետևյալը։ Այս Նիկոլը եթե չի լինի, հաստատ պատերազմա լինելու։ Մենաշնորհը Իրանն է, այսինքն։ Այ հաստատ պատերազմա լինելու։ Բայց իրականում մեզ պետք է խաղաղություն, որը կապված չի լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլի հետ, որ կապված չի լինի, ով է լինի իշխանապողությունից հետո այդ խաղաղությունը լինի երաշխավորված։ Ես դրա համար բերեցի Կիպրոսի օրինակը։ Կիպրոսում բազմաթիվ նախագահներ եւ վարչապետներ են փոխել, խաղաղությունը կա։ Պայմանագիրը չկա, բայց խաղաղությունը կա, որովհետեւ կան երաշխիքներ հողի վրա։ Իդեպ Դեյտոնի համաձայնագրերը Բոսնիա-Հերցեգովինայի հետ կապված։ Վաղուց այնտեղ մի 4-5 անգամ պատերազմ կլներ, եթե չլինեին հողի վրա հստակ երաշխիքներ։ Պարոն նախագահ, այստեղ գիտեք ինչ հարց է առաջանում։ Քանի որ սովորաբար այդ հարցն են տալիս, լավ, երաշխիքներ շատ լավ կլինի որ լինի, միջոց ինքն էլ է ժամանակին այդ ամպագորգոր հայտարարություններն անում, որ մենք չենք պատրաստվում որևէ թուղթ ստորագրել, եթե երաշխիքներ չկան, հիմա էլ ասում է փոխել է միտքս։ Մարդ փոփոխական է, կարծիք պետքա փոխի եւ այլն, դա երկրորդական հարց է։ Բայց ինչ են ասում են այս միջազգային խառը իրավիճակում ոնց կարելի է մեկտեղել տարբեր երկրների կենտրոնների շահեր, երբ այդ կենտրոնները գտնվում են իրար հետ փաստացի պատերազմի մեջ։ Այսինքն մենք ում ենք պատկերացնում, որ կգա այդ երաշխավորությունը կստանձնի։ Ովքեր են պատրաստ, ոչ միայն մենք ում ենք պատկերացնում, այլ ովքեր ունեն այդ ներուժը եւ նաեւ ցանկությունը այս պարագայում դառնալ այդ երաշխավորը։ Անա, նայր։ Տվյալ դեպքում ինչ քայլեր են արել այդ պետությունների ներգրավելու համար։ Զրո։ Արդյոք եթե իրենք ներկայացնեն, որ մենք փորձել ենք, նույնիսկ Միացյալ Նահանգներին չեն առաջարկել երաշխիքային համակարգ։ Մեկ նկար ունենալու համար սպիտակ տանը մոռացել ամեն ինչի մասին։ Վկայի կարգավիճակով։ Վկայի կարգավիճակով, այո, ինքը ուղղակի դեկորացիա էր այդ արարողության ժամանակ։ Դեկորացիա։ Չի լարել։ Ես կհասկանայի, եթե մենք տեսնեինք մի process Հայաստանի իշխանությունների կողմից եւ այդ process-ի արդյունքում իրենք հայտարարեին, դե գիտեք, փորձել ենք Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Եվրոմիության հետ, չի ստացվում։ Չեն էլ փորձում։ Եվ չեն փորձում մեկ պատճառով, որովհետեւ այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է, կապված ընտրությունների հետ։ Եվ այս process-ում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ։ Երաշխիքը պետք է լինի ինքը իր կերպարով։ Ամեն ինչ զիջողական կերպարով եւ քանի կա ինքը Ալիևը երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք։ Երկարատև, կանխատեսելի։ Երաշխիքը պետք, որը կախված չի լինի, կրկնեմ այդ միտքը։ Ոչ Նիկոլ Փաշինյանի հետ, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ էլ որևէ մեկ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Եվ ես հենց դրա համար եմ այդ օրինակները բերում։ Որտեղ չկան այդ երաշխիքները, տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկում։
որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները, ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով։